Պարոն Ավինյան, թեև ասուլիսի ընթացքում, ինչպես նաև գործակարգավարական խորհրդակցության ընթացքում դուք անդրադարձաք փողոցներին, նաև պարոն Արոյանը ձեզ զեկուցեց, որ անանցանելի փողոցներ չեն եղել, բայց օրինակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Աջափնյակ, Նոր-Նորք վարչական շրջանում կան բազմաթիվ փողոցներ, որոնք անանցանելի են եւ ինչպես վարորդներն են սիրում բնորոշել, փողոցները հայելի են եւ սղացնում է, այսպես ասած, ավտոմեքենան, կարող ենք պարոն Արոյանի եւ ձեզ հետ միասին գնալ եւ այս օրինակ մատնանշեմ այդ փողոցները, կենտրոնում էլ կան այդպիսի փողոցներ, խնդրեմ դրան այնքանով որքանով կուզեք անդրադարձեք, պարոն Ավինյան, եւ թաղապետարաններում եւ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն դրսևորումների կուզեմ անդրադառնաք, դուք գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշեցիք, որ 2025 թվականը ձեռքբերումների տարի է, բայց կոռուպցիոն դրսևորումների առումով ոչ այդքան դրական դինամիկա կա, որովհետև ամիս չի եղել, որ մասնավորապես թաղապետարաններում չարձանագրվի կոռուպցիոն բացահայտումներ, նաև եթե ունեք վիճակագրական տվյալ, կոռուպցիոն դրսևորումները, որոնք արձանագրվել են, դրանք եղել են մինչև ձեր նկատի ունեմ Երևանի քաղաքապետարանի եւ իրավապահների համագործակցությունը այս առումով, թե դրանից հետո, որովհետև օրինակ եթե դրանք դրսևորվել են նաև համագործակցությունից հետո, նշանակում է պայքարը անարդյունավետ է եղել եւ պարոն Ավինյան կխնդրեմ նաև անդրադառնաք Հայկ Սարգսյան եւ Ալեն Սիմոնյան շարունակական հարաբերությունների լարվածությանը, քանի որ Հայկ Սարգսյանը նշել էր, որ դուք իր ընկերն եք եւ եթե դուք լինեիք, դուք կքվեարկեիք եւ ինքը այսպես ասած կանցներ համամասնական ցուցակ, արդյոք ձեր ձայնը վճռորոշ եղել եւ որ դուք քվեարկեիք Հայկ Սարգսյանը լիկվիդ չէր մնա։ Շնորհակալություն հարցերի համար։ Նախ սկսեմ կոռուպցիոն դրսևորումների հետ կապված եւ ձեր մատնանշած մեր համագործակցության, իրավապահ համակարգի մեր գործընկերների հետ համագործակցության մասով դուք ինքներդ եթե օրինակ վերցնեք եւ ստատիստիկ փորձեք նայել, օրինակ Երևանի քաղաքապետարանում նման դրսևորումներում բացահայտումներ կամ դեպքերի արձանագրումներ վերջին 3 տարիների ընթացքում ինչքան է եղել եւ դրանից առաջ ինչքան է եղել, դուք կտեսնեք, որ վերջին 3 տարիներին էականորեն աճել են այդ թվերը։ Արդյոք սա նշանակում է, որ դրանից առաջ այդ դրսևորումները չեն եղել։ Ոչ, իհարկե եղել են եւ ուզում եմ վստահորեն ասել, որ շատ ավելի մեծ մասշտաբի են եղել։ Ուղղակի երբ կա համագործակցություն իրավապահ համակարգի հետ այս առումով եւ չկա հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ, մենք պարբերաբար տարբեր հատվածներում տեսնում ենք որոշակի արձանագրումներ, այսինքն այս կամ այն մարդը ձերբակալվել է, այս կամ այն մարդը կալանավորվել է եւ հուսով եմ նաև շատերը կդատապարտվեն այս տեսակ դրսևորումներ ցուցաբերած անձինք եւ իրականում սա համագործակցության արդյունք է, ոչ թե ձեր մեկնաբանություն, այսինքն սա շատ հստակ երևում է, այսինքն կարող ենք վերցնել մինչև 2022 թվականը բացահայտումների քանակը եւ 2022-ից մինչև հիմա բացահայտումների քանակը։ Ինչ վերաբերում է ձյանը, ես այսօր շեշտեցի, որ հիմնական մեր բոլոր փողոցներում աշխատել է մոտավորապես 59 տեխնիկա, 1500 տոննա աղենք ցանել եւ իրականում, այո, դեռ երկրորդային փողոցներում ունենք, բակերում ունենք խնդիրներ, ունենք որոշ տեղեր մայթերի վրա խնդիրներ եւ այս խնդիրները նաեւ որոշ դեպքերում պետք է լուծվեն մասնավոր գործընկերների կողմից, պետք է լուծվեն համատիրությունների կողմից եւ նորից հիշեցումը մեր գործընկերներին, որ դուք հարգելիներս ունեք պարտավորություններ այս մասով, այսինքն Երևանի քաղաքապետարանը միակ սուբյեկտը չի, որ այս քաղաքում պետք է ձյուն մաքրի։ Հստակ կան իրավական կարգավորումներ, որ մեր մասնավորները հիմա որևէ մայթով երբ որ անցնում եք եւ տեսնում եք խանութ, չգիտեմ, որևէ մի մասնավոր օբյեկտ բիզնես, իմացեք, որ այդ գործընկերոջ պարտավորությունն է իր դիմացի հատվածը մաքրել։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ այս պարտավորության մասին ձեր հիշեք։ Ինչ վերաբերում է մեր ներկուսակցական տարատեսակ հարցերին, դեպք թողեք մեր ներկուսակցական հարցերը, մենք մեր կուսակցության ներսում քննարկենք։ Բայց Հայկ Սարգսյանը ինքն է դա հանրայնացրել, պարոն Ավինյան, հիմա դուք լինեիք, ինքը արդյոք կանցներ համամասնական ցուցակ, թե ոչ, եւ դուք Ալեն Սիմոնյանին ձեր ընկերը համարում եք։ Ես քվեարկության արդյունքները չգիտեմ եւ հետեւյալը կասեմ, ներկուսակցական հարցերը, որոնք որ
հանրայնացման ենթակա են, վարչության նիստից հետո տրվում է համապատասխան հանրայնացման նյութ։ Ինչ նյութ որ տրվում է, դա է հանրայնացման ենթակա։